Մեր ժողովուրդը լումա ալումա գուրա, մեր հայօգնության միության եւ հայօգնության միությունը կվերադարձնի այն իր ժողովրդին, անոնց որոնք գարիքը կստան։ Շատեր այսօր եթե կա գլխավորաբար արցախցիներու մանավանդ հայօգնության միությունը իր դռները բացած է եւ գուզե մեծապես օգտակար հանդիսանա։ Կրթաթոշակը մեզ տրամադրել է Կանադայի հայկական համայնքը, ումի կիտրոնական վարչության հետ իրականացրեց այս ծրագիրը։ Ինչու, որովհետև հոմը իր արարող գրգռող ձեռքը մեկնում է այնտեղ, ուր կարիք է զգացվում հայի ցավը, հայի ձեռքով համոզելուն։ Եվ միշտ սատար եք կանգնում եւ կանգնելու են ցուցանիշների երիտասարդության կողքին, որովհետև դուք եք մեր լույսի երաշխիքը։ Դուք եք վաղը մյուսօրը զորացնելու մեր երկիրը, ուրեմն ամուր կանգնեք այսօրին, որ հայրենատեր լինեք։ Դուք մեծ պարտականություն ունեք ձեր վրա։ Մեր սուրբ հայրենիքի վերակերտումը, նրա հիմքերի ամրապնդումը ձեզանով է պայմանավորված, որովհետև մեր հայրենիքի ապագան դուք եք եւ մեր հայրենիքի բախտը գրողները նորեն դուք եք, սիրելի երիտասարդներ։ Եվ ես հուսով եմ, որ դուք այսուհետ ավելի պատասխանատվությամբ եք վերաբերվելու ձեր ուսմանը, իսկ գիտելիքը ամեն ինչի հիմքն է։ Ինձ որ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր կանադայի հայրենակիցներին, հայօգնության միությանը, մեզ նկատելու, գնահատելու, մենք էլ անպայման հետագայում կփորձենք մեր շնորհակալությունը հայտնել։ Ո՞ւմը գիտի հայի զարկերակը եւ նրա բապախուն սիրտը եւ կարողանում է ճիշտ պահին, ճիշտ ժամանակին իր ձեռքը դնել եւ իշխանող ինքը ունի հնարավորություն, այդ հնարավորությունը ի գործ դնել անուն այն կամ այս նպատակի համար։ Այս նպատակներից մեկն է գիտությունն է, կրթությունն է, գիտելիքն է, իմաստությունն է, որ խրախուսում է հոմի կողմից։ Որ շնորհակալություն ենք հայտնում հոմ կազմակերպությանը եւ մեր հայ կանադական համայնքին իրենց ցուցաբերած օգնությամբ։ Շատ մեծ շնորհակալություն հայտնում Կանադայի հայկական համայնքին, տեղյակ եմ ձեր գործունեությունից ու շատ ուրախ եմ, որ հենց հոմի միջոցով եք այս աջակցությունը տրամադրել մեզ։ Մենք պարտադրված ենք լինելու ուժեղ, իսկ ուժեղ լինելու համար պետք է լավ գիտելիքներ ունենալ, պետք է շատ խելացի լինել։ Եվ այսօր մենք բոլորս այստեղ հավաքվել ենք, որպեսզի միասին եւ այս ամենի մասին խոսենք եւ հասկանանք, որ ինչու համար հայ օգնության միության աշխարհասփյուր այս մեծ կառույցը հենց իր ծրագրի հիմքում ուսանողներին է ընտրել։ Ուսանողներին է ընտրել եւ ուսանողներին է ուզում սատար կանգնել։ Եվ այն ինչ որ մենք ուզում ենք ձեզ փոխանցել, դա ամենևին էլ օգնություն չէ։ Դա ներդրում է մեր պետականության վրա, մեր պետականության հիմքերը առողջացնելու, ամրապնդելու վրա։ Խոստանում ենք այն ինչը որ մեզանից ակնկալում են անթերի կատարել։